Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն լուսաբանման համար։ Ես արձանագրեմ իրողությունը, որը մենք ունենք այս պահին։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, եւ այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն։ Եվս մեկ անգամ ասեմ, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան տեխնացուով արդեն իսկ մեկնարկած է եւ դրան ստորագրել են 6 պատգամավոր, պատիվ ունեն խմբակցությունից։ Հայաստան դաշինքը թե ինչ է պատրաստվում անել, կհայտարարի ինքը Հայաստան դաշինքը, բայց համենայն դեպս վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են 6 պատգամավոր, պատիվ ունեն խմբակցությունից։ Այսինքն ինչ առարկություններ ունեն դաշնակցականները։ Ի վերջո նրանք ասում են, եթե հղում են անում իրենց նախկին հայտարարությանը, նայեք թե երկու ստորագրություն կարող եք ապահովել եւ արդյոք հնարավոր է ողջամիտ ժամկետում ժողովրդական զանգվածներ մոբիլիզացնել, որ ճնշում գործադրենք թվական պատգամավորների վրա։ Այս մասով դուք ձեր անելիքների հարցում վստահ եք։ Մենք մեր անելիք նախ մի փոքր շտկում մտցնեմ ամեն դեպքում, ոչ թե դաշնակցություն, այլ Հայաստան խմբակցություն։ Երկրորդը մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք եւ իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու։ Այս գործընթացը impeachment-ը անվանվում, impeachment ասեմ, impeachment-ի գործընթացը մեկնարկած է եւ դրա ավարտը կարող է լինել բացառապես մեկը՝ մեր հաղթանակը, այսինքն impeachment-ի գործընթացի իրականացումը։ Այս գործընթացը արդեն մեկնարկած է եւ դրա ավարտը լինելու է հաղթանակ։ Հայաստան խմբակցության դիրքորոշումների վերաբերյալ խոսեն իրենք Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Հաղթանակի հասնելու ճանապարհը, բայց պարոն Մամիջանյան, անորոշ է կարծես թե հստակեցված չէ։ Եթե իրենք միանում էին, հիմա դուք կարող եք շատ հանգիստ հայտարարել, որ այդ 28 ստորագրությունը ձեր 6-ից բացի կա։ Այդ հաղթանակի ճանապարհը ինչպես է։ Հաղթանակի ճանապարհը մեր համար ենթադրում է բոլոր հնարավոր սահմանադրական միջոցներով, եւ ես դրանք նշեցի, տեղեկատվական, փողոցային ճնշում, քաղաքական ճնշում եւ այսպես շարունակ հասնել անհրաժեշտ թվով, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել, հաղթանակի համար անհրաժեշտ թվով 36, 48, 24, ինչ որ թվեր են շրջանառվում, որոնք մեր համար բացարձակապես հիմք չեն։ Մենք այս գործընթացը մուտք ենք անելու փաստացի ազգային ժողով, այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով։ Այնպես որ բոլոր են մարդիկ, ովքեր փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Փաշինյանին, 24 ժամում հնարավոր չի եւ այլն, պարզապես եւս մեկ անգամ հորդորում եմ ծանոթանալ մեր նշած հայտարարություններին։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ազգային ժողով, ոչ թե 36-ի լրանալուն պես, որը մինիմումն է օրենքով սահմանված, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար։ Հետո այն ռիսկը, այն 6-ը մուտք հնարավոր չի անել։ Նախ 36, ես իմ տեղը խոսեմ, 36-ից սկսած հնարավոր է մուտք անել։ Կարծում եմ ակնհայտ լուծումը, ակնհայտ ռիսկը բացառելու ճանապարհով գնալու պարագայում, որպեսզի չընկնենք 24 ժամ ու կես տարի պատմությունների մեջ, մենք մուտք ենք անելու այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռքբերումներ լինենք։ Այդ գործընթացում բոլոր այն քաղաքական, իրական ընդդիմադիր եւ ազգային ուժերը, որոնք մեզ կօգնեն, մենք դրան համար բացառապես շնորհակալ ենք, մեր շնորհակալությունը հենց այդքան էական չի։ Պատմությունը եւ սերունդները իրանց դրա համար շնորհակալություն կայացնեն։ Տարվում են ամենատարբեր հարթություններում աշխատանքներ, կարծում եմ հանրապետականի հետագիծը մարդկանց հուշում է եւ նախագահ Սարգսյանի ուղիղ ասած խոսքը, որ առանց ծրագրի հանրապետականը երբեք չի գործում։ Պարոն Մամիջանյան, ծրագիրը մի բան է, դրա հավանականությունը մեկ այլ բան, այսինքն դուք հավանական եք համարում, որ ԿՊ-ից ձեզ միանան 20-ից ավելի պատգամավորներ, հավանական եք համարում, որ մինչև մուտք անելը այդքան մարդու կարողանաք տարբեր հարթակներում աշխատել միանան ձեզ, որ հասնեք հաջողության։ Նախ ես վստահ եմ։ Նախ ես վստահ եմ եւ երեք նախագահ Սարգսյանն էլ դրա մասին խոսեց, որ մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք եւ վստահ ենք, որ կարողանանք այն հասցնել հաղթական կետին։ Սա առաջինը եւ երկրորդ, երբեք այս 7 տարիների ընթացքում
հանրապետականը չի մտածել իսկ ինչքանով է հավանական այսինչ բանը այդ գործընթացի մեջ ներգրավելով։ Երբ որ 2018 թվականին փողոցային ակցիաներ էր անում հանրապետականը Փաշինյանի դեմ, դժվար նստած հաշված լինեինք եւ եզրակացնեինք, որ հավանական է։ Դա մեր պարտքն է, դա մեր առաքելությունն է։ Այդպես ենք մենք մոտեցել փողոցային պայքարին 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, լավ Փաշինյանի պես թվերը հերթով չթվարկեմ։ Մենք երբեք գործընթացին միանալուց կամ գործընթացը նախաձեռնելուց հարցեր հավանականության մասին, իրատեսականության մասին կամ որոշ մարդիկ նույնիսկ լրջության մասին են խոսում, չենք տվել։ Մերը գործ անելն է, մերը պայքարելն է, որովհետև դա մեր առաքելությունն է, մեր պարտքն է, ու մենք մեր պարտքը վստահաբար կկատարենք։ Այս գործընթացին զուգընթաց փողոցային պայքար կոնկրետ հանրապետականը պատրաստվում է նախաձեռնել։ Իսկ ինչպես կարող է ընթանալ այս գործընթացը առանց փողոցային պայքարի։ Եթե դուք նկատեցիք, երեք մասնավորապես Մասիս քաղաքում շատ կարճ ժամանակում եղավ բավական շոշափելի կոնսոլիդացիա, ընդ որում մենք խոսում ենք ժամերի մասին, շատ կարճ, մի 2 ժամվա մասին։ Չեմ ուզում որևէ զուգահեռներ տանել, բայց կարծում եմ թե դուք բոլորդ որտեղ միասին ենք եղել փողոցում, եւ թե մեր քաղաքացիները գիտեն, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը Հայաստանի ամենակազմակերպված, ամենակայացած ընդդիմադիր քաղաքական միավորներից մեկն է։ Բան է Մասիսը, այնտեղ իրեն ճանաչում են ձեր Ճիշտ է։ թափանցուին, բավական մարդիկ նաև համակրում են, իսկ Հայաստանում կարծում եք տարբեր մարզերում Երևանում ձեր Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հայրենասերները նույնն են Երևանում, Մասիսում, Աբովյանում ու հերթով քաղաքները չթվարկեն։ Պարոն Համիջանյան, Հայաստան խմբակցությունը ի վերջո իմաստ ստորագրում է թե չի ստորագրում։ Իմպիչմենտի այսպես կոչված անվստահություն, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնության տակ այս պահին կա 6 ստորագրություն։ Դրանք պատիվ ունեմ խմբակցության падգամավորների ստորագրությունները։ Ենթադրաբար չեն միացել, չեն միացել։ Խնդրում եմ այդ իրանց հարցը։ Լավ, պարոն Համիջանյան, երբ որ Սերժ Սարգսյանը ասում է, որ իշխանության չեն հավակնում, սա իշխանապողության պայքար է, ու ուզում են լինի, այսինքն ձեր ծրագիրը այսպես է, հա, Նիկոլ Փաշինյանին ուրեմն ամստավությանը հասնել, վերացնել, հետո հանրապետականը ոչ, ես համարում եմ, որ երբ այս գործընթացը հասնի հաջողության, Դավիթ Համբարձումյանը իմ կարծիքով կունենա 3 կարևորագույն առաջնահերթություն։ Առաջնահերթություն համար 1՝ կասեցնել այն աղետների, ձախողումների եւ պետության կործանման շղթան եւ ընթացքում, որում մենք հիմա ապրում ենք։ Բացատրել թե դա ինչ է, կարծում եմ կարիք չկա։ Երկրորդ՝ հանրային համերաշխության ձևավորում, որովհետեւ այս մթնոլորտում որևէ բարեբեր գործընթացի հասնել կամ որևէ վտանգ չեզոքացնելը շատ բարդ է։ Եվ երրորդ՝ կազմակերպել մրցակցային առողջ մթնոլորտում առանց չաքուջների եւ այլ դրսևորումների քրեական հետապնդումների քաղաքական դրդապատճառներով եւ այլն ընտրական գործընթաց սիրելի գործընկերներ երկու կարևոր ես այդպես բան ասեցի երբ որ դառնաք հանրապետական կուսակցության անդամ այն ժամանակ հանրապետականից դուք խոսեք հետեւաբար շատ կարևոր մի արձանագրում որ չգիտեմ թե ով է այդպես համարում բայց ամեն դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ուղղված է մեկ մարդու դեմ ու վերնագրի մեջ կարելի է կռահել դա ով է Նիկոլ Փաշինյանը ինչպես նախագահը ասեց մենք որևէ ֆիգուրին շախ եւ մատ անելու պլաններ չունենք բացի Նիկոլ Փաշինյանից